Մերոնք կետայեմ կայքի եթերում ես շարունակում եմ։ Մերոնք շարքը բարև ձեզ։ Մեր ծրագրի գործընկերը Fast Bank-ն է, շնորհակալություն Fast Bank-ին։ Ինչպես եւ խոստացել էի, հերթականությամբ պիտի անդրադառնանք, այսպես ասած, առաջատար կամ հնարավոր առաջատար այն անձնավորություններին, ովքեր հայտ են ներկայացրել դառնան ազգի ընտրյալները, ովքեր փողոցներն ընկած, օրնի բուն քարոզում են, թե իրենք ինչ պուպուշ տղերք են։ Նախորդ հաղորդմանը ոչ անհայտ Ռոբերտ Քոչարյանի մասին խոսեցինք, այսօր կխոսենք էլի ոչ անհայտ Գագիկ Ծառուկյանի, կամ ինչպես ասում են, երեք ինքն էր ասում, մեր թագավոր աղբոր մասին։ Շատ տարիներ առաջ, երբ ոչ անհայտ Ռոբերտ Քոչարյանը ոչ բարով դարձավ մեր երկրի նախագահ, որոշեց, որ օլիգարխները պիտի ազգային ժողովի պատգամավորներ դառնան։ Բայց մինչ այդ ուզում եմ ձեզ մի պատմություն պատմել։ Էլի շատ տարիներ առաջ, դեռ ՀՀՇ-ի ժամանակներում, 94 թվականից այն կողմ, երբ ես նոր պատերազմից հետո աշխատում էի հանրային հեռուստաընկերության ժամանակաչափ ծրագրում եւ լրաբեր ծրագրում հետագայում, Աբովյանում պիտի բացվեր Ինտերսերվիս Արմենիան կահույքի սրահը։ Գնացինք եւ այնտեղ էր գործարանների միության համակարգողը կամ փաստացի ղեկավարը, հանգուցյալ Թելման Տեր-Պետրոսյանը, ում հետ մենք նաեւ շենքում, երբ բնակվում էինք, հարևաններ էինք։ Ինչևէ, դե նկարահանումները տեղի ունեցավ, բացման խոսքեր ասացին, մեկ էլ Թելման Տեր-Պետրոսյանը հանգուցյալ ասաց Ծառուկյան Գագիկի հետ էլ հարցազրույց արեք, նայեցի, ասեց հա արեք, դե հարցազրույց էլ արեցի, Ծառուկյան Գագիկը սովորաբար իր հետ որևէ մեկը հարցազրույց չէր անում։ Հիմա շարունակությունը պարզ կլինի ձեզ համար։ Երբ բերեցի նյութը արդեն լրաբերում պիտի հավաքվեր, մոնտաժվեր, տեղադրվեր, այն ժամանակվա տնօրենը էլի հանգուցյալ Ալեքսանդր Իսկանդարյանն ասաց, «Էս ինչ եք արել»։ Ասի, ես պարոն Իսկանդարյան մեղավոր չեմ, Թելման Տեր-Պետրոսյանն է խնդրել, որ դելով ասես, դե որ Թելման Տեր-Պետրոսյանն է խնդրել, ինչ անենք։ Եվ Գագիկ Ծառուկյանին այդ օրը այդ Ինտերսերվիս Արմենիայի այդ հարցադրույցի մի խոսքով եթեր տրվեց։ Առավոտյան կամ կես գիշերից փոթորիկ էր։ Ինձ են փնտրում ներքին գործերի նախարարության մամուլի պատասխանատուներից Վանուշ Շերմազանյանը, Վանո Սիրադեղյանը եւ այսպես շարունակ։ Վերջը կարողացա հասնել ներքին գործերի նախարարություն, մի քիչ Վանուշ Շերմազանյանի հետ իրար կերանք։ Հետո Վանո Սիրադեղյանն ասաց, սա վերջինը լինի։ Ներքին մի, այսպես ասած, չգրված օրենք կար։ Խարոշի, փողոցի տղա, չգիտեմ, ոչ թե փողոցային, այլ այդ ախպերություն բան, դրանք պիտի եթերում չերևային։ Այս ում եք եթեր տալիս, ոչ թե վատ ու լավի, բայց այդ տեսակը ամոթ է, որ եթերում երևա։ Վերջի վերջո մենք ավելի քաղաքակիրթ, բարեկիրթ պետություն ենք ուզում կառուցել։ Փակվեց այդ թեման, միջև եկավ Քոչարյանը, ոչ ավել, ոչ պակաս, այդ տեսակը Գագիկ Ծառուկյանի փնջով հայտնվեց ազգային ժողովում։ Դե փող ունեն, երկրում էլ, եթե իշխանությունները այսպես ասած սատարում են, իրենք մեծամասնականով, համամասնականով ընտրվելու խնդիր չունեն։ Երբ առաջին անգամ ազգային ժողովում հանդիպեցի Գագիկ Ծառուկյանին, էդ էլ ձեզ պատմեմ, նստած էի մի գործընկերու հետ։ Եվ կողմն էլ լրագրողներն էին, մեկ էլ մեկը ճչաց, վայ Գագիկ Ծառուկյանը բոլորը վազեցին։ Այդ իմ գործընկերուն ասի, խնդրում եմ, ես չեմ կարող էլի։ Դա անհարգալի նշան չի, պարզապես ես չեմ կարող ոտքի կանգնել ու վազ տալիս հարցազրույց չեմ այլու պարոն Ծառուկյանի հետ։ Գագիկ Ծառուկյանը քայլելով եկավ, կանգնեց այնտեղ, որտեղ ես նստած էի, շրջվեց դեպի ինձ ու ասեց՝ Սուրո ախպեր, էս պաշտոնեն տվել չես բարևում, ծիծաղեցի, ասի չէ, Գագո ախպեր, ճիշտ հակառակը, չեն տվել, չեմ բարևում։ Հետո երկու բար փոխանակեցինք, ասի պարոն Ծառուկյան, դե որ այսքանն եղավ, հիմա հարցնեմ էլի, քեզ պետք է այս ամենը։ Ասեց, ինչի, ասի, որովհետև նրանք ում հետ դուք ասպարեզեք դուրս եկել, Քոչարյան, Ռոբերտը, Սերժիկը եւ մյուսները, դրանք մարդկային թերմացք են, ավելի կոպիտ ասացի,
նեղվեց, ասաց ինձ տենց բան չանես, թող փորձեն, ես կամ։ Ահա այսպես Գագիկ Ծառուկյանը հայտնվեց քաղաքական իրականությունում, ոչ ավել, ոչ պակաս մի կուսակցություն էլ բացեց, կուսակցության անունը դրեց Բարգավաճ, Նայրա Զոհրաբյաններին բանին հավաքեց իր կողքը եւ սկսեցին բարգավաճացման գործընթացը։ Ինչ տվեց դա Հայաստանին։ Ինչ տվեց հայ ժողովրդին։ Ոչ մի բան։ Գագիկ Ծառուկյանը պատգամավորացու չի ըստ էության։ Գագիկ Ծառուկյանը բիզնեսմեն է։ Օրինական է անում, անօրինական է անում, ինչպես է ստեղծել իր կապիտալը, ինչպես ասում են առաջին կապիտալի մասին ոչ ոք չի խոսում, շարունակությունը ինչն է օրենքի դաշտում, բայց Գագիկ Ծառուկյանը ինչ գործ ունի քաղաքական դաշտում։ Բացարձակ ոչ մի գործ։ Նեղվում էր, ասում էր, մենք Դոդենց ամանով ենք հաց կերել, ես այդ պատմությունը միտեղ պատմել եմ, հա, մեծ ամանը կոչվել է Դոդենց աման, այդպես էլ մնացել է Դոդի գագով, բայց իրականում ասում է ես թագավոր ախպեր եմ, լավ, թագավոր ախպեր, քու ինչ գործն է, երբ չես կարողանում ինքդ քեզ վրա եւ առաջարկում ես, որ ասենք Նիկոլ Փաշինյանը որց առյուծի վանդակը մտնի, խոսակցություններ կան, կադրեր կան, մի օր էշին ես գցում առյուծի վանդակը, չգիտեմ, մարդիկ ասում են, բա որ տանի գագոն իր վանդակը գցի եւ այս որակներով ձեր ինչին է պետք հայտնվել հիմա էլ այս ազգային ժողովում։ Համել առյուծը եք որ չի ունենում տրամաբանության մեջ սերական մասը համեն առյուծը առյուծ է, առյուծի եկնել է առյուծ որցնել։ Այդ ինչու եք։ Ես դեռ չեմ խոսում վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսույթից հետո կանդրադառնամ, երբ իր մասին սկսեմ պատմելը, թե ինչ ունենք հանձին Նիկոլ Փաշինյանի։ Վերջիվերջո Գագիկ Ծառուկյանը, չգիտեմ, կարող է իր ընտանիքի համար լավ պապ է, լավ հայր է, լավ տղա է։ Էքու բիզնեսն արա, ես տեսել եմ շատ բիզնեսմեններ, ում հետ երբ երկու բար խոսել եմ քաղաքական, չգիտեմ, գործիչների այս կամ այն պահվածքից, ինչ որ մի մասից ասել են, պարոն Սարգսյան, նո պոլիտիկա, ես չեմ զբաղվում, ես գործարար եմ։ Քաղաքական գործիչ լինելու համար պիտի ինչ-որ իմաստով Նիկոլ Փաշինյան լինես, նույնիսկ Քոչարյան Ռոբերտ լինես, վիրավորանք է այդ ամեն ինչը, կարողանաս ժպտաս, կարողանաս լաց լինես, Գագիկ Ծառուկյանը կամ թագավոր ախպերը այդ ճկունության մեջ չի կարող տեղավորվել, արդ ինչ եք ուզում, ինչու եք թևերը կշտել և ասպարես դուրս եկել, մի պահ պատկերացրեք, հանկարծ ու Գագիկ Ծառուկյանը դարձավ ԱԺ պատգամավոր։ Են Սուրեն Սուրենյանցին բանին էլ հետը բերես, դե Անդրանիկ Թևանյանին ձերբակալեցին։ Սուրեն Սուրենյանցը մարդ էր, ով ամբողջ աշխարհին խաբում էր, խարդախում էր։ Վատ բան էր ասում, ասենք Սամվել Ալեքսանյանի նկատմամբ, Սամվելը տանում էր այնտեղ նստացնում, հորթի պես հիմա էլ հակառակներ ասում, այդ փաստերը հոգան, ես ինձնից չեմ հնարել։ Այս աղբը ձեր կողքին ինչ գործ ունի, պարոն Ծառուկյան։ Եվ այստեղ է, որ ասում են, ինչ որ մեկի հրահանգով, գուցե ձեր ագահությունը այնքան շատ է, որ աշխարհի տարբեր հզորների Լուկաշենկոյի, Պուտինի, Էսիյենի հետ այնքան եք տվել առել, չեք կարողանում չասել։ Դա վատ է։ Իդեպ Գագիկ Ծառուկյանի մասին խոսելով ուզում եմ երկու բառ ասել օլիգարխների մասին, այսպես ասած։ Եվ փայլուն օրինակը Սամվել Ալեքսանյանն է։ Սամվել Ալեքսանյանը այն մեկ անգամ հանդիպել եմ, մեկ անգամ, այսինքն մեկ պատմություն Գագիկ Ջահանգիրյանի հետ մայիսի 9-ին Եռաբլուրում Գագիկ Ջահանգիրյանը արդեն, այսպես ասած 2008-ներ, արդեն ձերբակալել, բաց էին թողել, այդ կռիվներ Լևոն Տեր-Պետրոսյանի ստեղծած հակներ եւ այլն, եւ Եռաբլուրում
երբ տեսավ Սամվել Ալեքսանյանին, Գագիկ Ջանգիրանն ասաց, հիմա էլ սրանց է ծառայում։ Եվ այստեղ էր, որ Սամվել Ալեքսանյանը շրջվեց, նայեց Գագիկ Ջանգիրանին ու ասաց, այն ժամանակ ձեզ էի ծառայում, չանեիք ինձ կունը զրկեիք, չանեիք կունը զրկեիք, հիմա էլ իրանց եմ ծառայում։ Ասելն ինչ էր, այն համակարգը քաղաքական գործիչների, այսպես կոչված, քաղաքական իշխանության հենց այդպիսին էր, չանեին գոնե զրկեին, բայց հիմա հո Գագիկ Ծառուկյանին չեն ասում քաղաքականություն չմտնես գոնե զրկենք, հաստատ Հայաստանի իշխանությունները չեն ասում։ Ուրեմն այն զրույցները, որ դրսից են պարտադրել, որ այդ եղած չեղած հավաքի ու գա ազգային ժողով կամ փորձի անցնել ազգային ժողով, ուրեմն դա իրականություն է։ Ինչ է ոչ միտեղ չտանող։ Ես ինքս բազմիցս նաև քննադատել եմ ինձ համար որպես հավատացյալ մարդ, ասեք թե Աստծո խոսքը կարևոր է։ Իսկ Աստված ասել է. ինձանից կուրքեր չսարքեք։ Գագիկ Ծառուկյանը կուրք է սարքում Քրիստոսի արձանը։ Պիտի տանի տնգի հատիսի գլխին։ Ավելին ասում է Նոյի բանի զակազն էլ տվել եմ, համ նավի զակազը, իր խոսքերն եմ ասում, պատվերը լավ։ Համ Նոյի, համ իրա կնիկը, համ իրա երեխեքը սաղին պատվիրել եմ, որ բերեն ու կենթանինները։ Սա Քրիստոսի արձանը տեղավորելը մեծագույն պղծություն է։ Հայաստանի իշխանությունները այնքան ուղեղ չունեն, այսօրվա իշխանությունները, որ այդ Քրիստոսի արձանը արգել են։ Հայ եկեղեցին այս չեղած կաթողիկոսի գլխավորությամբ այնքան ուղեղ չուներ, որ ոչ թե կռիվաներ, ասենք թե պետական իշխանության դեմ գնար վերընկներ Ծառուկյան Գագիկի դրան դիմաց ու սովից սատկեր ասել, ես ինչ եք անում, Աստված ասել է ինձանից կուրք չսարքեք։ Բայց բոլորը մեկը մյուսի բերանը թքած ապրում են։ Լավ, Գագիկ Ծառուկյան, Աստծո անունով որոշել ես բիզնես անել, փող աշխատել։ 1 միլիոն 5 միլիարդ կդառնա եւ այլն, ապեր, էլ ինչ ես ուզում, քու ինչին է պետք ազգային ժողովը, ախ դու ոչ օրենք գրել գիտես, ոչ հայերեն համարժեք գիտելիքներ ունես, հա, կարողացել ես աշխատել, փառք Աստծո, լավ ես արել, ուր ես գնում, ինչիդ է պետք հավաքել այդ այսպես կոչված նոյան տապանը, անորակ կենթանիներով, շակերտների մեջ փոխաբերական իմաստով, Սուրեն Սուրենյանցներով, Անդրանիկ Թևանյաններով, չէ որ այս ժողովրդի հիշողությունը կարճ չէ։ Մենք հիշում ենք, ինչպես էր համբուրում Անդրանիկ Թևանյանը Ռոբերտ Քոչարյանի քաղանցքը։ Հիմա էլ եկել է քու քաղանցքին կամ ուղարկել են քունը պատժելու։ Հետո ինչներիդ է պետք, ախր այս ժողովրդին էլ պիտի խղճակ։ Ձեր տեսակը թող զբաղվի իր, չգիտեմ, մի քանի 100 կամ մի քանի 1000 աշխատողներով, բիզնեսներով։ Արեք էլի, ուր եք գնում, ինչու եք ձեզ դարձնում ծաղրանքի առարկա։ Ինչու։ Եվ հետն էլ նեղանում, թե բախի չեն ասում թագավոր։ Հա, հիմա ուզում եմ հարցնել թագավոր ախպեր, քու ինչին է պետք։ Ուր ես գնում։ Չէ որ որ ասում եք կուպեցը, մեր բանը չի, ու դու շատ լավ գիտես, որ դա քու գործը չի, կամ ձեր գործը չէ։ Հաստատ եմ ասում, սիրտս ցավում է, եւ ինչու ասացի օլիգարխիային, այո, քաղաքական իշխանությունները անընդհատ հալածել են, կամ իրենց հետ չես քեզ կունը զրկեն, բիզնեսն անօրինական է եղել։ Սամվել Ալեքսանյանը եւ մյուսները հասկացան, որ ես բիզնեսմեն եմ, ինչին է պետք։ Եվ լավ է, որ քաղաքական իշխանությունները վերջիններից չեն հրում դեպի քաղաքականություն։ Սա երանելի վիճակ է այս պահի դրությամբ։ Բա լավ, Գագիկ Ծառուկյան, ես ուր ես գնում, քու ինչին է պետք, ինչու ես ծիծաղի առարկա դառնում ու դարձնում ինքդ քեզ, ինչի համար այս խեղկատակությունը ոչ միտեղ չի տանելու։ Իրականում ձեր տեղը չի ազգային ժողովը, այն գլխի ձեր տեղը չէր եւ էլի ձեր տեղը չի։ Հիմա ինքներդ եք որոշելու այն խայտարակությունը, այն ֆիասկոն, որն ապրելու եք, քանզի հասարակությունն այնուամենայնիվ չի ուզում էլ տեսնի ձեր Նայրա Զուրաբյանի եւ ասենք Սուրեն Սուրենյանցի էսի տեսակը։
իրոք չեն ուզում։ Այնպես չի, որ դիմացի տեսակները մի փայլ ունեն, չէ, պարզապես մնացեք ձեր տեղում, ձեր գործին, չգիտեմ, ասում եք օրական եկեղեցի եմ սարքում, սարքեք, կառուցեք, ինչ եք ուզում։ Լավ կլիներ այդ Քրիստոսի արձանը ձեզ թույլ չտային, որ տնգեիք, որտեղ դա սրբապղծություն է, այդքան եկեղեցի եք կառուցել, հիմա համարեք, պղծում եք այդ հավատքը, երբ որ Քրիստոսի արձան եք ցիցանում։ Սա ոչ միայն իմ անհատական կարծիքն է, այլ բանական մարդկանց կարծիք է։ Բայց դե իշխանությունն էլ միայն որ ասում է անմեղսունակ պահվածքով սուսուփուս սպասում է թե դուք ինչ եք անելու։ Հակառակը հենց իրենց մի բան եք ասում, Նիկոլ Փաշինյանն ասում է սա քեզ արյութի վանդակ չեմ գտի, բայց վանդակում կապրեց, որ ցել կունենաս ապեր։ Մի խայտարակ պատմություն։ Լավ կլիներ Գագիկ Ծառուկյանը կամ թագավոր աղբերը չմասնակցեր այս ամենին։ Ես ցավում եմ, որ դա այդպես է, ամենայն հարգանքով։ Ամեն մարդ պիտի անի այն աշխատանքը, ինչ ինքը կարող է անել։ Ինչու է կարևոր, որ ընդհանրապես ոչ միայն թագավոր աղբերը, այլ գործարարները չմասնակցեն ընտրական։ Գործարարը արժեք է։ Ես հիշում եմ, կամ բոլորս հիշում ենք Մանթաշովի պատմությունները։ Մի օր գրպանից մի ոսկի ընկնում կամուրջի տակ, հաջորդ օրը երկու բանվոր է բերում, երկու ոսկի է տալիս, որ այդ մի ոսկին այնտեղից հանեն, ասում են, պարոն Մանթաշով, ախր այդ մի ոսկու խաթերը երկուսը տվեց, իր ասում են անցնելուց ես պիտի ազդվեի, որ այստեղ մեկ ոսկի եմ կորցրել։ Ավելին, Մանթաշովը գալիս էր, ողջագուրվում ուսանողների հետ, փողը ինքն էր տալիս, որ գնան արտասահմանյան համալսարաններում, ինստիտուտներում սովորեն, թաքուն մի երկու կոպեկ դնում էր գրպանը, որ ուսանողը չնեղվի։ Արժանապատիվ բարերար էր։ Արժանապատիվ գործարարը մեծ արժեք է։ Մնայիք այդ տեսքով էլի։ Այդ այսպես ասում է գեներացիայիք եւ ոչ երբեք, որ էսա դառնում եք պատգամավոր ազգը փրկեք։ Ձեզնից ազգի փրկիչ դուրս չի գա։ Այսքանն էլ թագավոր աղբոր մասին կհանդիպենք, հաջորդը կլինի Կալուգայի Սամոյի մասին պատմելիքը։ Առողջ կացեք։